Այդպիսի ահազանգ չենք ստացել, երևի թե Կալուգացի անգրագետ օլիգարխի օֆիսի հերթական մտքի թռիչքն է, որովհետև իրենք նստում են ամեն օր փորձում են ինչ օրինեն, որը Հայաստանի Հանրապետության դեմ ավելի լավ կաշխատի։ Այ օրինակ հիմա ինչ է, չկա, չէ, ադրբեջանցիները չեն խոսում 300,000 ադրբեջանցու մասին, բայց իրանք խոսում են։ Այսինքն հստակ հայտարարում եք այդպիսի թեմա չկա։ Հակապետական գործնեություն։ Դուք հստակ հայտարարում եք այդպիսի թեմա չկա, օլիգարխի թիմը զբաղվում է հակապետական գործնեությամբ եւ իհարկե այդ հակապետական գործնեությունը պետք է առաջիկայում տրվի նախ քաղաքական, հետո նաեւ իրավական գնահատական։ Ադրբեջանցիների վերադարձի հետ կապված թեման փակ է, բոլոր անգրագետ օլիգարխները, որոնք այլ երկրից ներմուծվել են Հայաստան հատուկ նպատակով, որտեղ տեսեք, մենք ի՞նչ է, մենք Հայաստանից օրինակ պամիդոր ենք ներմուծում, ուրեմն արտահանում այլ երկրներ, ասենք այլ երկրներից էլ ուրեմն օտարերկրներ գործակալ են արտահանում Հայաստան, այս հետաքրքիր ապրանքաշրջանառությունը տեղի ունենում եւ այս ապրանքաշրջանառության process-ին պետք է իհարկե տրվի քաղաքական եւ հետո նաեւ իրավական գործ։ Դուք իմ հարցին չպատասխանեցիք, ադրբեջանցիների վերադարձի թեման փակ է Հայաստանի համար։ Իհարկե փակ է, այդպիսի հարցը բաց է մենակ Կալուգալսի օլիգարխի շրջապատում, որովհետեւ նրանք ուզում են այդ հարցը բացեն, որպեսզի Հայաստանի դեմ այդ գործոնը օգտագործվի, որովհետեւ Հայաստանը ինչքան թույլ, այնքան Կալուգալսի օլիգարխի համար լավ։ Հիմա հստակ արձանագրեցին, խնդիրներ չունեն մեր արտագնա աշխատակիցները, ահազանգեր չունեն։ Ես առաջի անգամ եմ լսում, հիմա կարող է մի քաղաքացի ինչ-որ փաստաթղթի խնդիր ունի, այդ մարդը ունի, բայց դրա կողքին 100,000 հոգի չունեն այդպիսի խնդիր։